Բարի եկացեք Աստված բաշխելու այսօր ավոտ գիրագի իրարու հետ լալու ուզեմ հիշեցնել մեր բոլորին, որ մեր Աստվածը նորություններ ընող Աստված է։ Մեր Աստվածը հրաշքներ գործող եւ բարիքներ ընող Աստված է։ Եվ Սողոմոսակիրը այդ հոգիով է, որ գկրե, որ պիտի ընթերցեմ քիչ մը հետո, եւ որ մենք կտեսնենք Աստծո գդարած հրաշքները եւ նորությունները մեր կյանքին մեջ, մեր եկեղեցվո մեջ, այնադեմ մեր բերանը խնդությամբ կլեցվի եւ մեր հոգին ցնծությամբ։ Ուրեմն այդ հոգիով, խնդությամբ եւ ցնծությամբ մոտենանք Աստծո եւ լսենք անոր սուրբ խոսքը իր Սաղմոսակրին մեջ են։ Երբ դերը Սիոնին քերությունը դարձուց, երազ տեսնողներու պես եղանք։ Այն ժամանակ մեր բերանը խնդությունով լեցվեցավ ու մեր լեզուն ցնծությունով։ Այն ժամանակ հեթանոսներու մեջ ըսին, դերը մեզի համար մեծ բաներ ըրավ։ Ով դեր, դարձուր մեր քերությունը հարավի արուներուն պես։ Անոնք, որ արցունքով գցանեն, ցնծությունով պիտի հնցեն։ Ան որ լալով գերթա, ցանելով սերմը դանելով, անշուշտ ցնծությամբ ետ պիտի դառնա, որ իր ծորենի խուրձերը բերելով, դերը մեզի համար մեծ բաներ ըրավ ու մենք ուրախացանք։ When the Lord restored the fortunes of Zion, we were like those who dreamed. Our mouths were filled with laughter, our tongues with songs of joy. Then it was said among the nations, the Lord has done great things for them. The Lord has done great things for us, and we are filled with joy. Restore our fortune, Lord, like streams in the Negev. Those who sow with tears will reap with songs of joy. Those who go out weeping, carrying seed to sow, will return with songs of joy, carrying sheaves with them. Amen. Եկեք պարապանենք Տերոջը երգելով փառքենք քեզ դալիս մենք երգը իսկապես Աստծո փառք տալու ճշմարտությամբ։ Ամեն։
Գեգընթերցենք փոխասած ընթերցում թիվ 15 Էջ Ջեմի Շերքանին է փոխասած ընթերցում թիվ 15 համբարձում անոնք որոնք ուզենք իրքեն ընթերցել 457-ը Զանոնք մինչև Բեթանիա հանեց ու իր ցերկը վեր վերցնելով օրտնեց Զանոնք եւ Զանոնք կորտներ զատվեցավ անոնցմե ու վեր գելլեր երգինք Ով Գալիլեացի մարդիկ ինչու գայներ թևի երգինք կնայիք Այս Հիսուսը որ ցեզմե երգինք համբարձավ Այսպես պիտի կա ինչպես տեսակ անոր երգինք երթալը Անոնք երբակություն ունելով անոր ուրախությամբ Երուսաղեմ դարձան եւ ամեն ալեն դաժանի մեջ էին ու գողովապաներին եւ Աստված կողմեն Վասնզի մեզի ճիշտ այսպիսի կահանայեբետ մը գվայլեր Սուրբ անմեղ անարատ մեղավորներեն զատված ու երգնքեն վեր պարսացած Քանզի ոչ թե այնպիսի կահանայաբետ մը ունինք, որ կարող չլա մեր դգարություններուն գարեգից լալ, հաբա ինք ամեն գերբով փորձը արած է մեզի նման, բայց առանց մեղքի։ Ուստի արարածությունով մոտենան շնորհած աթորին, որպեսզի ողորմություն ունեն ու շնորհ կրեն, Ամեն։ Խոնարեցնենք մեր գլուխը հոգին եւ մարմին Աստծո առջև աղոթենք. Let's bow in prayer and praise him. Հիսուս Քրիստոս կենթանի որդի Աստծո Փառք ենք տալիս քեզ Փառք ու դանք քեզի ով դեր ամենեն առաջ քու էությունդ համար որ դու կենթանի ես ողջ ես հարուցյալ ես համբարձած ես իշխես երգինքեն եւ ետ պիտի գաս Փառք ու դանք քեզ ով դեր եւ գսենք հալելույա 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 օրհնյալը լա անոր դերոջ անունով եկավ եւ պիտի գա Երախտապատ ենք ով դեր, կողունակ ենք եմ մեզ սրդերը լեցունեն ծնծությամբ, որովհետև գվգայենք և գտեսնենք, որ դու նորության Աստված ես, որ դու գնորոք ես, և քու նորոքությունովդ մենք կնորոքվենք։ Շնորհակալ ենք ով դեր ամեն մեկ շունչին, որ գարնենք, Այս արավոտյան, անցյալ շաբթվան, անգախ մեր պայմաններեն, շնորհակալ ենք որ դու մեջն էիր այդ օրերուն, մեզի հետ էիր, գիտակցեինք կամ չգիտակցեինք։ Փառք ու դանք քեզ անոր համար ով դեր, որ դու հավիտյանս հավիտյանից մեզի հետ պիտի լաս եւ մեզի սիրես։ We honor you, Lord. We are here today to praise you and give you glory. For you alone deserve the glory. You are worthy. What do we have? But in our gratitude to say hallelujah. It's the only words that we can express. May you accept our worship today. Our songs, our preaching, our listening, our meditation. Whatever that goes on in our lives, we are for you, Lord. We honor you and magnify you.
Thank you for the newness that you bring in our lives. In your Son's holy name we pray. Amen. Մեր երկրորդ երկը պիտի ելա դեր ողորմյա շարական անոնք, որոնք կուզեն ձնգաչող, խոնարհիլ, ինչ որ Աստվածի հոգի մեջ կտնե, բոլորս կրնանք իրարու հետ երկել դեր ողորմյա եւ խնդրել Աստծո, որ ողորմի մեզի շարունակաբար։ Բահմլուրության ժամանակ դամ, որ պատրաստեք ձեր հոգիները, մտքերը եւ սրտերը աղոթքի, այդ պատրաստությունն ալ իմիջայլոց պաշտամունք է, որ մենք կներկայանանք Աստծո խոնար եւ անգերց սրտերով. I'll give you a moment of silence to prepare your hearts, your minds, your body, so we can pray together, and that's part of your worship that you bring today to God. Հաղթական Սուրբ Երրորդություն Հայր, Որդի և Սուրբ Հոգի Աստված Հավիտենական Տեր Արարիչ և ստեղծիչ դիեզերքի և երկրի և ամեն ինչի ինչը սկանչելի մեծություն է ճանչնալ քեզ ով Տեր որ դու քու իմաստությանդ մեջ սիրույթ մեջ ստեղծեցիր ամեն ինչը խավարեն, նորը ստեղծեցիր,
լույս տրիր անոր մեջ, եւ ամեն ինչ ստեղծել էդ վերջ ստեղծեցիր մեզ, որբեսի իշխենք, ըլլանք լավ դնդեսներ, քու տեսպաններդ այս աշխարհի վրա։ Փառք ու դանք քեզի այս անանցնաշնորհումին որդեր։ Շնորհակալ ենք, քո հունակ ենք, եւ անոր համար եկած ենք հոս, քեզ բաշտելու, փառավորելու, մեծարելու, քո վերքելու, օրհներկելու, որովհետև դու ով դեր արժանի ես ամեն ինչի։ Շնորհակալ ենք, որ դու մեզ աշխարհի ստեղծումեն առաջ իսկ զադած էիր, որդեգրած ես եւ սիրած էիր։ Փառք ու դանք քեզի ով դեր։ Շնորհակալ ենք, որ դու գործես մեր մեջ։ Քո հոգիովդ գործես մեր մեջ։ Նորոգես մեր հոգին, մեր սիրտն ու մարմինը։ Նորոգես մեր մտքերը։ Կնորոգես մեր անունը, մեր առաքելությունը, մեր էությունը եւ գուտաս նոր անուն, նոր առաքելություն, նոր էություն, նոր սիրտ, նոր հոգի, նոր միտք եւ ամենը Քրիստոսին հոգին եւ միտքն է։ Շնորհակալ ենք Սուրբ Հոգի Աստված, որ գործես մեր մեջ, որպեսզի մենք այս նորությունները վայելենք, գիրառենք, դեսնենք, հբարդանանք, ուրախանանք եւ ադամենուն մեջը ելնանք քեզ փառավորել։ Շնորհակալ ենք, օրհնյալ Սուրբ Երրորդություն։ Նաեւ փառք ու դանք քեզի ով դեր մեր այսօրվա պաշտամունքին համար, մեր հավաքումին համար։ Շնորհակալ ենք, որ ամեն մեկ անցիս կանչած ես, գործես մեր մեջը օրհնած ես եւ գշարունակես օրհնել, որբեսի գտնանք ապրիլ Քրիստոսավայել կյանք, Քրիստոսը մեծարող կյանք, Քրիստոսը օրհնող եւ փառավորող կյանք։ Թող որ այս եկեղեցին որ քու գտե, թող որ այս եկեղեցին որ մեզ վստահած ես, գտնանք խմփովին եւ անհատապես ըլալ արդար այս անանցնաշնորհումին, որ մեզ տված ես։ Օգնե մեզ, զորացուր մեզ, օրհնե մեզ, ով դեր գխնդրենք քեզ մե ճշմարիտ կենթանի Աստված, որ օրհնես մեզի, որբեսի մենք այդ օրհնությունով լեցվենք եւ գրնանք օրհնություն ըլլար մեր շրջանագին մեջ, ընտանիքին մեջ, դպրոցին, եկեղեցին, գործին, ուր որ հավաքվենք, որը որ հետ հավաքվենք։ Ամենը քու փառքիդ համար։ Սուրբ Հոգի Աստված մտիր եւ գործե մեր մեջ, որբեսի այրես այն ինչ որ քու Սուրբ գրագովդ այն ինչ որ մեր մեջը պետք չէ ելա։ Մեղքի հանդեպ զորացուր մեզի, որբեսի ելանք ավելի գարձր, ավելի խիստ, որ հերանանք անգե եւ լեցուր մեզի քու շնորհքովդ, սիրովդ, փառությունովդ, հեզությունովդ, հանդուրժողականությունովդ, երկայնամտությամբ, որպեսզի գրնանք արդացոլալ քեզ։ Եկած ենք նաև ով դեր խոստովանելու մեր մեղքերը, բազմիցս մեղքերը, որ գործենք, երբեմն մտածումով գործենք, երբեմն խոսքերով, ջղայնությամբ, նեղությամբ, բորալով, եսասիրությամբ գործենք մեղքեր, մեր մտքին մեջ, անձնասիրությամբ եւ երբեմն ալ գործերով, չար գործեր անելով, չար բաներ տիրելով, չար բաներում մասին խորելով եւ կատարելով։ Ողորմե մեզի, դեր ողորմյա, ողորմյա, ողորմյա մեզի բազմամեղիս։ Շնորհակալ ենք ով դեր, որ անգերց խոստովանողին աղոթքը եւ ներողությունը գլսես եւ կպատասխանես եւ պատասխանած ես քու որդիիդ կատարած բրգակորձությամբ։ Շնորհակալ ենք, որ մենք կարդարանանք Հիսուս Քրիստոսին կատարած բրգակորձությամբ խաչին վրա եւ կունենանք ճիշտ հարաբերություն քեզի հետ, անոր հարությամբ զորությունով։
Փառք ես Տեր։ Փառք ես Տեր, որ մեզ գներես դարձյալ եւ դարձյալ։ Նաեւ գաղութենք ով Տեր սգավորներուն համար, անոնք որոնք վերջերս կամ անցյալին կամ շատ առաջ ունեցած են իրենց կյանքի մեջ այդ ցավը, որ դու օգնես, սփոփես, մխիթարես եւ լեցնես այդ ցավը քու սիրովդ, ոչ թե մորնալով անոնց, այլ հիշելով անոնց բարի հիշադակը, օրհնյալ հիշադակը։ Աղոթենք նաև մեր եկեղեցու եւ համայն մեր ծանոթներու հիվանդություններուն համար, հիվանդներուն համար։ Գիշենք Միրանջիս մեջանը, գիշենք Վարդգեսը եւ ուրիշներ, որոնք բոլորը քու գարիքիդ պետք ունին։ Ոմանք ֆիզիկապես կդարաբին հիվանդությունները, ոմանք մտայնապես, ոմանք հոգեպես։ Բոլորն էլ քեզի կբերենք ով Տեր, մեջ լալով մենք, եւ գխնդրենք քեզ մե բժշկես, նորոգես մեր հոգին եւ մարմինը։ Սուրբ Հոգին զորությամբ կխնդրենք, որ գադարես այս, որտեղ կհավատանք ով Տեր, որ դու ես եւ մխիթարիչը, եւ բուժողը, եւ միակ բուժողը։ Շնորհակալ ենք բժիշկներուն համար, որոնք կխնամեն հիվանդաբահներուն եւ հիվանդաբահուհիներուն, որոնք կխնամեն եւ հոգ կտանեն հիվանդներուն համար։ Խնդրենք քեզ մե ուժ, կարողություն, իմաստություն եւ համբերություն տաս իրենց եւ բոլոր անոնք, որոնք հիվանդներուն հետ կաշխատեն։ Քո արած ողորմությանդ մեջ կխնդրենք այս ամենը ով Տեր։ We come before you today, O Lord God, in humility, and we praise you for the new things that you do continually and constantly in our life and in our church life. We come to praise you and honor you, for you are alone worthy of our worship and praise. For you are great, there's no one like you. Lord, we entrust this worship to you, that all we have and that all we are, we offer you as living sacrifices. Use us for the spread of your gospel, for your kingdom come on earth and your will be done, as it is in heaven, on earth as well. And bless us, Lord, so we can be blessing. In your holy name we pray, Jesus. Amen. Շարունակենք պաշտամունքը երկելով երգ թիվ 122 լսած եմ բրճիմը սերն։ Amen.
Շնորհք եւ խաղաղություն ձեր բոլորին, ողջունեմ ձեզ Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Անոնք, որոնք հանգեցած են, եթե կպապակի քոս նստարանները նստիլ ազատ են, ինձ համար ալ թյուրին գլա, բարի եկած եք, շնորհակալ ենք անոնք, որոնք քաջություն ունեցան առջև նստելու։ Խաչիկ տունալ գրնաս կար։ Նախ կուզեմ շնորհակալություն հայտնել եւ բարդ Աստուծուն այն ինչին որ կգադարեմ կյանքիս մեջ եւ կշարունակե գադարել իր գանչին բրգությանը շնորհքին հոգին որ դված է ինձի որուն ես արժանի չեմ բայց բարդ կուտամ իրեն որ գրնամ լալ իրեն ստրուգը ծարան եւ տեսվանը։ Ուզեմ շնորհակալություն հայտնել սրդանց ամեն մեկուտ իխորից սրդես։ Ձեր անցյալ շաբթվա վստահության քվեին համար։ Չեմ գիտեր դուք ինչպես կտեսնեք ձեր քվեի առանձնաշնորհումը, բայց ինձ համար մեծ վստահություն է։ Քաչալերանք է, օրհնություն է, եւ դերևս ճակերտյալ գրնամս էլ հաստատում է Աստծո գանչին եւ անոր ծրագրին։ Ես խոնարհված եմ, զգացված եմ, ուրախ եմ եւ պատրաստ եմ Աստծո առաջնորդությամբ խանդավառ եմ Ձարայելու միասնապար բոլորս կձարայենք Տիրոջը եւ Տիրոջը ձարայելուն մեր ձարայության ոճը իրար ձարայելն է։ Ես պատրաստ եմ իմ ընտանիքիս հետ, երբ որ գսեմ ընտանիքիս, այո ընտանիքիս, որովհետեւ իրենք ալ ինձի հետ որքան զոհություններ գնեն ածարայությանը մեջ ես կրնամ հավատարիմ մնալու, Լորին, Գասյան եւ Համոն։ Եվ անշուշտ ծնողքս եւ մյուս ծնողքս բոլորին շնորհակալ եմ։ Եվ երախտաբար եմ եւ գագնգալ եմ տեսնենք թե Աստված ինչ կուզե անել մեզ մով մեր եկեղեցու առաջնորդությամբ եւ ծեր ներդրումով եւ ծառայությամբ ոչ թե միան մեր եկեղեցին մեջ է մեր եկեղեցին համար հոնդեն կսկսենք այլև ինչ որ բաղած ունի մեզի կատարելիք մեծ բար գործածենք աշխարհի մեջ եւ այո աշխարհի մեջ որովհետև մենք աշխարհի մեջ կապրենք, աշխարհին չենք, բայց աշխարհի մեջ կապրենք։ Թող բարգը լա Աստծո։ Անոր վրա կուզեմ այսօրվա քարոզիս նույթը խոսիլ, որ առաջին բանը որ մտքիս եկավ նոր բառն էր, նոր եւ նորություն եւ նորոգվիլ։ 1970-ական թվականին եկեղեցի մգար Բրուքլին, Նյու Յորքի մեջ, որ գգոչվի հիմա, առաջ ուրիշ բան գգոչվեր, Brooklyn Tabernacle, եւ այս եկեղեցին ջեմա հասած էր իր յանքին մեջ, որ ուներ ցերկի վրա համրված թիվով անհատներ, հաճախողներ, անդամներ, դրամական խնդիրներու մեջ էին, դժվարություն ունեին, շենքը, որ ունեին փլփլած է, հինցած էր, եւ գնանք ասել, որ շատերուն համար դուրս են գերեվեր, որ անհարմար եկեղեցի մնե այդ եկեղեցին անդամ ըլլալու։ Բայց Աստված իր դեսլագանին մեջ, իր վիժնին մեջ, իր գենսունակության մեջ, գգանչե երկու առաջնորդներ, անցմը եւ Իրգենը, որ վերջը գտարնան հովիվ այդ եկեղեցու։ Գգանչե երկու առաջնորդներ, որոնք կսիրեն իրեն եւ գուզեն ծառայել Աստծո անգախ այդ եկեղեցու պայմանները, շենքի նյութական կամ անհատներու տիվի։ Եվ Աստված կգործե ասունց սրդին մեջ եւ իրենք կառաջնորդվին մեկ գաղափարով, որ մենք
գուզենք աղոթքի բահ ստեղծել մեր եկեղեցին մեջ եւ այդ աղոթքի բահում բերենք մեր խնդրանքները Աստծո, նախ օրհնելով զինք Աստծո եւ վերջը բերել մեր աղոթները եւ խնդրել Աստծո, որ մեր եկեղեցին իսկապես կորձունյա մարմին մտարցնի։ Եվ ամեն երեքշաբթի կհավաքվին եւ կսկսին աղոթել։ Շաբաթ առ շաբաթ աղոթողներուն թիվը կշատնա եւ ժամանակ մը գուկա, որ այս եկեղեցվո աղոթներուն պատասխանը եկեղեցին կտեսնե։ Եկեղեցին կունենա հետեւյալ դվյալները։ Մարդոց կյանքեր կսկսին փոխվել, թիվի աճուն գլա, հավատքի աճուն գլա, մարդիկ, որոնք Քրիստոսը չէին ճանչնար հավատքի գուքան, եւ եկեղեցին կբդրափերի։ Եվ եկեղեցին կճանչվի իբրև վայրը, խումբը, մարդիկ, որոնք գիտեն գաբրին Աստծո ներկայությունը եւ զորությունը։ Եվ ասիկա կդառնա վերջը այս եկեղեցին գունենա շատ հրճագավոր, չեմ գիտեր եթե ցեզ մե ոմանք լսած են անգլերեն, եթե հոգևոր երկեր մտիկ կնեք, Brooklyn երջախումբը, որ աշխարհահռչակ են եւ մեծ թիվով երկողներ ունին, հոգևոր երկողներ, փարապանողներ գսենք մենք, երկող ամեն մարդ կնա երկեր, բայց ամեն մարդ երկելով չի փարապաներ։ Ունին փարապանողներ եւ Աստված կգործածի այս եկեղեցին, որ իր փառքը եւ թակավորությունը գրնան կարոզել աշխարհացրվի իրենց երջախումբի միջոցով։ Ինչու պատմեցի։ Ոչ թե ասելու, որ հատ երկու հոգի մորեգան նայեցեք ինչ մեծամեծ գործեր են, թեև Աստված պետք ունի, որ մեկը նախաձեռնե եւ սկսի, իսկ կպատմեմ, որպեսզի մենք այսօր իբրև եկեղեցի ոգևորվենք, ոգեգոճվենք, ամենեն առաջ, որ Աստված է ամեն ինչին նախաձեռնողը։ Եթե մենք անոնցպես, եթե ովևէ մեկ եկեղեցի անոնցպես խոնարհենք եւ հասկանանք, որ նախ դերը պիտի օրհնե, որպեսզի մենք կրնանք ծառայել եւ օրհնությունը, ուսամ մեկը չինգավոն, եւ ոգևորվենք, որ մենք չենք գիտեր Աստված ինչ նելիքներ ունի մեզի հետ։ Ոգևորվենք, սակայն թե երբ որ մենք կխոնարհենք եւ ականջ կտանք Աստծո եւ գաղութենք, իբրև խումբ, իբրև եկեղեցի, իբրև անհատներ, Աստված երեգալ երկեցինք in his time, իր ժամանակին, իր ծրագրին համապատասխան, բիդի ընեկայլ արկալ այն ինչ, որ ինքը ծրագրած է։ Թողլա այս պատմությունը ձեր մտքի մեջ վկայությունը, որ օրը մենք ալ իբրև եկեղեցի գրնանք վկայել եւ գրնանք վկայել հիմայալ, այնինչ որ Աստված սկսած է եւ գուզե շարունակել կատարել մեր եկեղեցի միջոցով։ Բայց միշտ մեր գետրոնացումը եւ միտքը պիտի ըլլա, որ այս ամենը գրնա մեր հբարդանքը ըլլալ, բայց բոլորը Հիսուս Քրիստոսին համար է։ Մեզի համար չէ։ Եկեղեցիմը չի վերանգենթանանար Բրուքլինի պես, որպեսզի սե նայեցեք մենք ինչ լավ երջախումբ ունենք։ Եկեղեցիմը չաջիր թիվով, որպեսզի սե նայեցեք մեր խումբի թիվը։ Այս բոլորը Աստծո օրհնություններն են, որ Աստված կուտա մեզի, սակայն երբ որ մենք պիտի հբարդանանք, ինչպես Աստվածաշունչը եւ Պողոս առաքյալ գսե, մենք կհբարդանանք դերոճմով այն ինչ որ կկատարե մեր մեջ, անձնապես եւ հավաքապես։ Եվ անոր վրա գտեսնենք, որ մեր Աստվածը նորություններու Աստված է։ Նորություններու սովորաբար նորացեվություններու, մոդային չէ դեպի Աստված։ Նորություն, newness, նոր բաներ նոր Աստված է։
Եվ նույնը գուզե ընել ամեն մարմնի եկեղեցի, որ իրեն մեջն է եւ իրեն կհավատա։ Անոր համար եկեք ընթերցենք երկու համարներ պիտի ընթերցեմ Աստվածաշունչեն, երկուքն ալ Եսայիեն են, մեկը 42-րդ գլուխին 5-ն 9-րդ համարները եւ մյուսը 40-րդ գլուխուն 16-ն 21-րդ համարները։ Scripture reading is from Isaiah chapter 42 verses 5 to 9 and then a few pages later Isaiah 43 verses 16 to 21. Լսենք Աստծո խոսքը երկյուղածությամբ եւ վերջը խորանանք անոր պատկամին մեջ։ 42-ին Երկինքը ստեղծող ու զանիգա գազմող երգիրը ու անոր մեջ փուսածը դարածող անոր վրա եղող ժողովրդին շունչ եւ անոր մեջ քալողներուն ոգի դվող Դեր Աստվածը այսպես կսե. Ես դերս քեզ առաջնորդությամբ կանչեցի, ցերկետ պիտի բռնեմ ու քեզ պիտի պաշտպանեմ, քեզ ժողովրդին իբրև ուխտ ու ասկերուն իբրև լույս պիտի դամ, որբեսի գույրերուն աչքերը փանաս, փանդարգյալները փանդեն հանես ու խավարի մեջ նստողները գաբանքի դունեն։ Ես եմ Եհովան, իմ անունս այս է, իմ փառքս ուրիշին չեմ դար, ոչ ալ իմ բադիվս գուրքերուն։ Առաջվան բաները ահա եղան ու նորերը ես կհայտնեմ, անոնք թեր չեղած ցեզի պիտի իմացնեմ։ Շատ արագ կոնտեքստի մեջ եթե խոսենք, Աստվածը գխոսի Եսեմարկարեին եւ հրեաներուն, իսրայելցիներուն գսե, որ ես պիտի բերեմ այն անձը, Հիսուս Քրիստոսի մասին է, որուն հետ ես պիտի կանչեմ, ուխտնեմ, պաշտպանեմ իրեն եւ իրեն պիտի դամ այն բոլորը, որ գրնա մարդոց ազատագրել, գուրությունեն հանել, հավատքի բերել եւ այն adեն մարդիկ ինձի պիտի ճանչնան եւ ճաշտեն, որովհետեւ ես եմ Եհովա Աստվածը։ Եվ գսե առաջվան բաները ահա եղան ու նորերը կհայտնեմ ցեզի, որ դակավին չեն եղած, բայց ես կհայտնեմ ցեզի գսե։ Աստված կխոստանա Հիսուս Քրիստոսին միջոցով դադարելա կործել, նոր ուխտ մը ստեղծել, նոր թակավորություն մը ստեղծել, նոր կյանք տալ եւ այդ նույն խոստումը Աստված, որ 2700-800 տարի առաջ Եսայիին խոստացավ, որ Իսրայելի ժողովրդին պիտի խոստանա այսօր ինձի ունել, խոստանա այսօր ամեն մեկուց համար ունել ձեր անձնական կյանքի մեջ եւ խոստանա գադարել եկեղեցիի մեջ։ Նոր բաներ պիտի ինեմ գսեդերը։ Եվ այդ նոր բաները այդպես չեն, որ իրեն առաջվա բաներեն դարբեր բաներ են։ Ոչ։ Մենք երբ որ նոր բաներու մասին կխոսենք, պետք է հասկանանք ամենեն առաջ, թե Աստված մենք իբրև ժողովուրդ, երբ որ գնայինք մեր պատմության, հավատարիմ ժողովուրդ, Քրիստոսի հավատացող ժողովուրդ, գնայինք, թե Աստված հին գդագարանի մեջ եւ նոր գդագարանի մեջ ինչ կատարած է իր ժողովրդին համար։ Իսրայելցիներու բարակային Աստված հիմնական որ Սամոս հակիրը շարնակ եւ շարնակ կգրտնե, ինչ ըրած է, փրկություն, ազատագրություն, redemption, ազատագրություն, Եգիպտոսի լուծի դագի ժողովուրդը ազատագրեց Գարմիր ծովեն եւ թարցուց իր ժողովուրդը ազատագրված։ Եվ երբ որ հրեաները նեղության մեջ էին եւ յետ պիտի նային, երկու բանի կրնանք նայել մենք մեր անցյալի մեջ, ինչպես որ հրեաները գնային։ Գամ պիտի նայենք ցախողություններուն, մեր ցախորդություններուն եւ ափսոսանք անոնց վրա։ Եվ գամ պիտի նայենք մեր հաղթողություններուն եւ հբարդանանք անոնց վրա։ Հիմա Աստված մյուս համարներուն մեջ կգարտամ ավելի գսե մի հիշեր անցյալի բաները եւ նայիր թեպի նոր բաները, որ պիտի կատարեմ։ Կոնտեքստին մեջ հրեաները Եսայի մարգարեին գրած օրը արդեն իրենք շեղած էին Աստծմե, անոր պաշտել է, անոր հետ գուրկեր գշինեին
Եվ Աստված ծեվում է գսեր, որ դուք չէ որ պիտի ինեք ադազադակությունը, ես եմ որ պիտի ինեմ ձեզի համար, ձեր այդ հին անցյալը, որ սխալներով լեցուն է, պիտի ծածկեմ եւ նոր բաներ պիտի ինեմ։ Եվ միևնույն ադենգի հիշեցն է, որ նայեցեք իմ խոստումներս, որ ես անցյալին գադարեցի ձեզի համար, ազատագրեցի զարպեր ժամանակներում ձեզի, նույնը պիտի ենեմ ձեզի աբակային։ Աստված երկու բան հիշեցն է իսրայելցիներին։ Ձեր ցախորտությունները, որ գանգս է դուք չեք կրնա շտկել, ես եմ որ պիտի շտկեմ, մի հիշեք անով, do not dwell on them, այսինքն, այլ նայեցեք, որ ես նոր բաներ պիտի ինեմ, եւ այդ ձեր անցյալի իմ գադարած հաղթություններս, որոնցով դուք կհբարդանաք եւ կուրախանաք, անորմե ավելին պիտի ինեմ հիմա եւ գալիք աբակային։ Այս կոնտեքստը, որ Եսայի 42:5-9-ի մեջ կտեսնենք եւ հոս խոստում կգտնենք Աստծո մեջ, խոստում, որ Աստված միշտ constantly շարունակապար գփերե նոր կյանք, գփերե նորություն, գփերե նոր հույս եւ այդ ամենուն նորությունը կգետրոնանա վերջի վերջո Հիսուս Քրիստոսի գադարած նորության վրա։ Իրեն մեզի փերած մեկ անգամ ընդմիշտ փրկությամբ եւ իրեն մեզի փերած նոր զորավոր կյանքի հարության զորությամբ լեցուն կյանքի նորությունը մեր կյանքի մեջ։ Եվ անհատապես, եւ հավաքապես։ Առաջվան բաները ահա եղանգս է եւ նոր բաներ պիտի հայտնեմ ձեզի։ Աստված կվստահեցնե, որ ինք վստահելի, հավատարիմ, խոստումներ բահող եւ խոստումներ գադարող Աստված է։ Եվ երբ որ իր խոսքի մեջ կսե ես նոր բաներ պիտի գադարեմ եւ կգադարեմ, ուրեմն անոնք բաները պիտի գադարվին։ Երբեմն մենք իբրև ժողովուրդ կաջաբարենք Աստծմե առաջ կվազենք։ Եվ գուզենք, որ այդ նորությունները մեր կյանքի մեջ ըլլան մեր ուզած ժամանակը, մեր ուզած ձևով։ Բայց Աստված կսե համբերեցեք։ Թույլ տվեք, որ ես իմ ժամանակիս, իմ ծրագրիս համաձայն գադարեմ այն նորությունները, որ պիտի գադարեմ ձեր կյանքի մեջ, որբեսի արդյունաբեր ըլլան։ Նայենք Եսայի 43:18-19 համարներում վրա պիտի գետրոնանամ, բայց նման 16-ին 21-ին։ Let's read Isaiah 43:16-21. Այսպես կսե դերը, որ ձովու մեջ ջամփա ու զորավոր ճուրերու մեջ շապիղ կփանա, որ գարկնուցին զորքը ու հզորությունը կհանե, անոնք մեկտեղ կբարգին ու չեն ելլեր, անոնք բարադույքի պես մարին եւ գանցնին։ Առաջվանները մի հիշեք, ու հին բաները միտքերնիդ մի բերեք, ահա ես նոր բան պիտի անեմ, որ հիմա պիտի հայտնվի։ Միթե զանիգա պիտի չգիտնաք, եւ անաբադի մեջ ալ ջամփա պիտի փանամ, ու անչրտի երկրի մեջ քեդեր պիտի փխցնեմ, Զիս թաշտի կազանները, չակկալները ու չայլամները պիտի փարավորեն, վասնզի իմ ժողովուրդիս, իմ ընտրյալներուս խնամելու համար անամադի մեջ չչուրեր եւ անչրտի երկրի մեջ քեդեր պիտի տամ, եւ այս ժողովուրդը ինձի համար ստեղծեցի, անոնք իմ քովությունս պիտի պատմեն։ Դուք գտեսնենք Աստված ինչ գսե, նույն խոստումը գտա հրյաներուն եւ գսե, որ անցյալի բաները մի հիշեք։ Հոս գտեսնենք մենք Աստծո գերիշխանությունը, Աստծո կարողությունը եւ գհիշեցնե մեզի այս խոսքերը, թե Աստված որքան զորություն եւ կարողություն ունի, որ անաբադին մեջ ճուրեր հանե եւ քեդեր ստեղծե, որոնք կխորհրդանշեն հույս, նորություն եւ նորոգություն։
Անաբադի մեջ կեդեր, մեգում ես գամ կետ կամ անաբադ, բայց մեր Աստվածը այդպես անցվածն է, որ մեր կիցածեն կարողությունեն ավելին է, շատ ավելին բարձր, որ կգադարե այնինչ, որ նույնիսկ մենք չենք կրնար երևակայել, ոչ թե մտածել, մեր երևակայածեն անտին Աստված կկործե և կարող է այդ ամենը ընելու։ Գտեսնենք, որ Աստված միշտ նորության առիթ կուտա, նորոգելու միջոցներ կստեղծե և կդրամատրե, կմնա իր ժողովուրդին, որպեսզի հնազանդի, լսե և կործատրե, երբ որ այդ նորությունները կուքան։ Եվ բոլոր այս նորությունները գարանչվին, կապված են Հիսուս Քրիստոսին բերած նորության հետ։ Այսինքն Աստված Հիսուս Քրիստոսով կբերե նոր կյանք, նոր հույս, նոր փոփոխություն, transformation, վերագերբում մեր առօրյա ժամանակներու մեջ, անկախ եթե մենք կուզենք տեսնել, ընդունել, գիտնալ կամ չճանչնալ անոնք։ Աստված կսե նայեցեք, եթե մենք պիտի նայենք մեր անցյալին վրա և մնանք մեր անցյալին վրա, վատ թե լավ անցյալին վրա, մենք չենք կրնար նորը տեսնել, չենք կրնար առջև ելտալ և չենք կրնար Աստծո նորագործ ծրագիրներում մեջ մասնակից դառնալ։ Այս չի նշանակեր, որ մենք մեր անցյալեն պիտի վախնանք կամ մեր անցյալը պիտի չի սիրենք, բայց հիմքը այն է, որ ինչ որ էր մեր անցյալը, եթե ցախող էր կամ եթե հաճող էր, անհատական եւ հավաքական, անոնց վրա պիտի չի մնանք միան։ Ինչու, որովհետեւ Աստված նորության Աստված է, որովհետեւ Աստված ուզե միշտ ավելիով, միշտ նորը, միշտ նորոգված ընե, որբեսի ինչ, որբեսի ինք բարավորվի, որբեսի գսե ժողովուրդս ինձ կովափանե։ Հիմա այդ օրը գներ հրյաներուն և գսեր, ես պիտի գադարեմ և խոսքը Քրիստոսի մասին էր, և գադարեց, և բերավ ժողովուրդ, նոր ժողովուրդ։ Հրյաներուն երբեք մինչև այսօր մտքեն չեր անցներ, որ ոչ հրյամը գրնա Աստուծո ժողովուրդի մարմնի անդամը լա։ Բայց Աստված ասավ, ես նոր բաներ պիտի գադարեմ։ Եվ Պողոս առաքյալը Փիլիպպեցիս 3-րդ գլխուն 10-րդ և 14-րդ համարներուն մեջ նույնը գսե, մի նայեք անցյալի բաներուն, այլ նայեցեք դեպի առջև, որպեսզի գրնանք դեպի առջևը երթալ, եւ այդ առջևը, որ գսե հավատքի գսե կյանքի ճանարապորտությունն է։ Մենք բոլորս մեր հավատքի մեջ դեպի առջև երթանք։ Անհատապես եթե ես ասեմ, ես ամեն ինչ գիտեմ, Սուրբ Գիրքեն լավ է, դեղյակ եմ, գիտեմ, բանիմը պետք չունիմ։ Ոչ Bible study կուզեմ երթալ, ոչ համակումարի կուզեմ երթալ, ոչ ուրիշ այլ ձերեգեցվո ծառայություններ ես կնեմ գործնել, ես շատ լավ եմ։ Կամ եթե մենք հավաքաբար պիտի ասենք, եկեղեցին շատ լավ է, բանեմը բագաս չէ, ամեն ինչ կարգին է, այսպես շարունակենք։ Աստված կուզե այդպես մնանք եւ ավելին կգնանք անել։ Ավելին ոչ թե ծառայության թիվը շատցնելով մեկ խումբին դեռ 10 խումբ ունենանք, այդ իմաստով չեմ միայն, այդ տալ մեր նորոգության եւ աճման մեջ մաս կգազմի, բայց մենք որքանով պիտի գտնանք հավատարմորեն ծառայել Աստծո եւ ըլլալ մենք իրարու եւ ուրիշներուն աղ եւ լույս, որպեսի բոլորն ալքան եւ Քրիստոսին ճանչնան։ Աստված ուզե մեզի կործածել, ինչպես որ հրյաներուն կործածել, որ ես նոր բաներ պիտի ունեմ։ Դեր Հիսուս Քրիստոսը երկու նոր բաներ սորվեցուց։ Մեկը դասավ այդ շնացող գնգան Հովհաննես 8-րդ գլխում 11-րդ համարի մեջ, այրգսե ես քեզի պիտի չի դադարեմ, բայց թուն քնա եւ այլևս մեղմի գործեր, այսինքն քնա եւ նոր կյանք դաբրիր։ Պետրոսին ալ 3 անգամ երբ որ իրեն ուրացավ ասավ, քնա եւ խնամե իմ հոտս, հինով մի բարաբարարվիր։ Մի լար որ թուն ուրացար ինձի, խոնարիր, ինչպես որ ըրավ, ընդունիր,
Աբաշխարե եւ ես քեզի նոր կյանք կտամ եւ այդ նոր կյանքով թունալ գրնաս ուրիշներուն կյանքերուն նորոգության միջոցը լալ։ Աստված պիտի գադարե նոր բաներ։ Հիները անցան եւ նորերը պիտի կանգնեն։ Ուրիշ նոր բաներու մասին կխոսի Տեր Հիսուս, երբ Մարգոս Ավետարանին 2-րդ գլխուն 21-22 համարներում մեջ կգարտանք, կսե մեկը չի գրնար նոր լատի գդորմը հին հանդերձիմը վրան գարել, ոչ ալ կսե նոր քինին հին դիգերում մեջ տնել, որովհետև եթե այդպես կնես կսե ոչ քինին կդիմանա, ոչ լատը կդիմանա։ Քինին եւ լատին այդ օրվա հասկացողությունը Փարիսեցիներուն հին գրոնքին, հին օրենքին վրան գարչիլներ եւ Հիսուս Քրիստոսին բերած նոր ուխտը։ Միտքը հոն է։ Փարիսեցիները թերգուզեն հին օրենքին վրան մնալ, ինքս է ես նոր շնորհք բերած եմ ձեզի եւ գուզեմ շնորհքի մեջ ապրիք, իմ մեջս ապրիք։ Ոչ սովորություններուն հին, ոչ մարդկային ստեղծված ավանդություններուն, ձեսերուն եւ ինչ որ են, այլ իմ նոր արյունովս, իմ բերած նոր ուխտովս դուք ունենաք նոր կյանք եւ գրնաք ապրիլ այդ նոր կյանքը։ Գտեսնենք նաեւ նոր գդագարանի մեջ 2-րդ Կորինթացիս 5-րդ գլխուն 17-րդ համարի մեջ, որ Աստված գսե հին բաները կացին, նորը եկավ, անոր Քրիստոսով է նոր արարած մնե, նոր արարած մնե, Քրիստոսով եղող անձը նոր է, ոչ թե նոր է գհիննա, նոր է իր էության մեջ, նոր է իր խոսքին, գործին, նորոգված է Քրիստոսին մտքով, Քրիստոսին հոգիով, Աստծո հոգիով, Աստծո իմաստությունով, Աստծո շնորհքով։ Եվ վերջապես գտեսնենք հայտնության գրքի մեջ 21-րդ գլխուն 5-րդ համարի մեջ, ուր Աստված կսե ահա ամեն բաները նոր գնեմ։ Այսինքն մեր այս բոլոր նորությունը, որ մենք հիմա ունենք եւ գապրինք եւ գտեսնենք, տակավին ադիգայալ պիտի նորոգվի այն իմաստով, որ Աստված նոր երկինք եւ նոր թրախ պիտի ստեղծե, նոր երգիր եւ նոր երգինք, եւ բոլորս այդ նորին մեջը պիտի ապրենք, նորոգված մարմիններով, հարության նոր փառավորյալ մարմիններով։ Եվ մենք հոս կտեսնենք, որ Աստված ինչպես նորության Աստված է, սկիզբեն մինչև վերջ, ծննդոցին առաջին էջեն, մինչև հայտնության վերջին էջը։ Աստված հինեն, չեղածեն, ոչինչեն նորը ստեղծեց, շարունակեց նույն նորությունը գադարել հրյաներուն կյանքի մեջ, որպեսզի տեսնեն եւ փառավորեն Աստծո, շարունակեց Հիսուս Քրիստոսով գադարելով գործեց այդ նորությունը դալով մեզի բրգություն եւ հարություն եւ նոր կյանք եւ նոր անուն, նոր հոգի, նոր միտք եւ նույնիսկ կսե նոր սիրտ։ Հատկու քարեղեն սիրտդ գարնեմ գսե եւ քեզի գուդամ մսեղեն սիրտ Եզեկիելի մեջ։ Նոր գնե եւ այդ նորը ավելի պիտի նորոգե, երբ որ երկրորդ անգամ կա նոր երկինք եւ նոր երկրով։ Սո մեր Աստվածը նորոգության Աստված է, մեր Աստվածը նորոգող Աստված է, մեր Աստվածը չսեր մնացիր հինին վրա եւ անոր վրա լաց եւ գամանդով միան ուրախացիր, առնայիր թեպի արջև գսե, որովհետեւ ես կամ այդ նորության մեջ, ես կամ այդ նորության մեջ եւ ինձմով միան գրնաս նորոգվիլ իբրև անհատ, իբրև խումբ, իբրև եկեղեցի եւ գադարել նորանոր մեծ բաներ, որոնք ժողովուրդը պիտի տեսնեն եւ ինձ պիտի կովեն։ Փառք Տեր։ Մենք չէ որ պիտի ինենք, մեր միջոցով գլա։ Միշտ պիտի ասեմ, որ բոլորիս մտքին մեջ է հստակ գլա։ Մենք ինչ որ ենք եւ ունենք եւ գնենք, մեր փառքին համար չէ, Աստծո համար է։ Ոչ թե որ Աստված գբաքսի եւ պետք ունի ես բամը անեմ, թուն բամը անես իրան համար, ոչ։ Որբեսի մարդիկ տեսնեն, որ մեր ծառայությունը Աստծո փառքին համար է։ Our life is not about us.
It's not about us. Nothing is about us. It's all about Jesus. Who you are and what you do and what you have and what you can do is all about doing the things that God wants to use you through it so that we can magnify Him and what He has done. So ինչ որալ պիտի ինենք մենք, ինչ որալ Աստված բահած է մեզի համար, ամենը պիտի ինենք մեր միջոցով, մեր մտքով, մեր ցերկով, մեր ոտքով, մեր մարմնով, մեր ֆիզիկականով, մեր նյութականով, մեր կարողությամբ, բայց ամենը մեզի համար չէ։ Աստծո փառքին համար է, որ ուրիշներն արգելնան տեսնել եւ ուրախանալ եւ քալ եւ մասնագիծ լալ, որովհետեւ աշխարհով մեկ գրնանք պաշտել Քրիստոսը։ Չագերդի մեջ եմ, չեմ գրած ասում, բայց չագերդի մեջ եմ, parenthesis։ Մույս գրոնքները, բոլորը դալ գիտեք, ես կանի որ գարցնակրվի, որ բիչիս եմ բարերը։ Գահավադան, նամանավանդ միջին արևելքյան երկրներն են ունի։ Գահավադան, որ Աստված իրենց գոմն է, իրենց հետն է եւ իրենց հոս բերած է աս երկիրներում մեջը, արևմտյան երկիրներուն մեջը, որպես աշխարհացրի ամեն ժողովուրդ պաշտե իրենց Աստծուն։ Սուրբ Գիրքը բայց կսե, ես կուզեմ ամեն շունչ առնող, everything that breathes, praise երկը բոլոր դա գիտեք, everything, մենք մեջը ծաղիկները մեջը, բնությունը մեջը, լուսինը, աստղը, ամբերը մեջը, ուզև Աստծո փառաբանը, ճշմարիտ Աստծուն, Եհովա Աստծուն, Հիսուս Քրիստոսին, մենք մասնագիծ ենք, որ այդ բոլորը գրնանք կատարել, մասնագիծ ենք, թող որ ադարակելությունը լա մեր միշտ։ Եվ վերջացնենք ասելով, որ 19-րդ համարի մեջ Եսայի մարգարեն գսե 40-րդ գլխուն, միթե զանիգա պիտի չգիտնաք, այդ նոր բաները գսե պիտի չգիտնաք, do you not perceive the new things that God is doing։ Այնադեն հրյաներուն գսե, որտեղ չէին տեսներ։ Հիմա ասում մեզի կուկա և գսենք, որ do we perceive, and I think we do, բոլորս ալ գտեսնենք Աստծո գործունեությունը մեր 10 տարվա կյանքի մեջ կոնե եթե երթամյետև։ Որ ինչպես Աստված մեզի հոգևորապես արտնցուցած է։ Ես ձեր ամեն մեկում մտքին եւ հոգի մեջինը չեմ գիտեր, բայց դուք գիտեք եւ Աստված գիտե, որ ինչ կաղոթեինք եւ ինչ կուզեինք եւ ինչ պիտի կատարվեր։ Այդ գիտակցությունը հոգևոր գարդացոլա այսօր մեր համախմբության մեջ։ Գարդացոլա մեր միապանության մեջ, գարդացոլա մեր քաչալերանքին, հվարջանքին, զվարջանքին, աշխուժության, օտեն չեն ասունք։ Աստված ամեն մեկուս մտքին, սրդին և հոգի մեջ ճիշտ ժամանակին, ճիշտ օրը, դարբեր ծևերով գործեց, որպեսզի մենք կրնանք ըլլալ համաշունչ, համախոհ, ինչին մասին, Քրիստոսին մասին, որ մենք բոլորս ունենանք Քրիստոսի միտքը, որպեսզի կրնանք խմբովին գադարել նորանոր բաներ։ Եվ Աստված կսե մասնագիծ եղեք այդ բաներուն մեջ, որ ես կգադարեմ։ Մասնագիծ եղեք։ Եվ մասնագիծ ըլլալեն վերջ կսե հրճագեցեք այդ բաները, որ ես կգադարեմ։ Այդ նորանոր բաները, որ ես կգադարեմ, ձեր մեջ, ձեր անձնական եւ հավաքական եկեղեցու մեջ հրճագեցեք, մասնակցեցեք, գիտագից եղեք, քրգեք, սփոփեք, embrace it, love it, honor it, work with it, participate in it, and proclaim it, the new things that God is doing. What an awesome God. Ինչ գեղեցիկ է մեր Տերը։ Ես իմ մասից կրնամ խոսիլ, դուք ալ ձեր մասին կրնաք խոսիլ։ Հայրենք սեն ուր դեղեն ուր։ Խոնարապար գսեմ, ինձի բես մեկը Աստված կուզե կործածել։ Ինչ ալ բաշտոն որ լար։ Ուր որ ալտներ։ Ինչպես որ ալտներ։ Միան ճշմարիտ Աստվածը գրնան։ Քեզի ալ սիրելիս կքաչալերեմ։ Ուր որ ալտրած է։ Ինչի մեջ ալ որ տրած է։ Արորյա կյանքիդ մեջ, եկեղեցական կյանքիդ մեջ, գործիտ կյանքի մեջ, բադահական չէ։
բադահագան չէ, օտենտուն հոնչես, փանիմը համար հանես, որտև Աստված ուզե քեզմով, ինձմով նորանոր բաներ կործել, և հատ նորանոր բաները իր պարքին համար թողալ։ Սո կկաչալերեմ, որ փանանք աչկերնից, տեսնենք Աստծո նորությունները, մեր առօրյային մեջ, մեր համայնքին մեջ, մեր շրջանագի մեջ, տեսնել, որ Աստված ուզե բերել նորություն, նորոգություն, նոր հույս, նոր կյանք, նոր Քրիստոսով ծնած արարածներ, որոնք կուզեն փառավորել Տերոջը, աշխատիլ եւ ապրիլ եւ մեռնել Քրիստոսին համար։ Եվ այս է Աստծո ուզածը մեզ։ Եվ որքան երախտաբար ենք, որ մենք մեղավոր մարդիկ գրնանք այս նորության մեջ վայելել Աստծո ներկայությունը, այս նորության մեջ ապրիլ գեղեցիկ այս նորությունը եւ այս նորության մեջ հրճագել այս գեղեցիկ նորությունը, որ կկատարի Աստված։ Նորությունը իր հոգին շնորհով է, նորությունը Քրիստոսին կատարած նորությունով է։ Թող որ փառավորվի մեր Տերը, որովհետև ան նորության Աստված է եւ ան նորության գործի մեջն է, մինչեւ այդ օրը կա, որ բոլորս նոր երկինք եւ նոր դրախտի մեջ պիտի ապրին Աստծո հետ, մինչեւ վերջ հավիտյան։ Աղոթենք։ Lord Jesus, you are the way in our wilderness and the living water in our dry places. We confess that too often we cling to the past, sometimes our failures, sometimes our routines, and sometimes even more our successes. But today we open our hearts to your new thing, the new life that you give, individually and communally. Give us the eyes to see, the faith to follow, and the courage to proclaim. Make us anew by your holy, powerful Spirit, and make our church a place and a body where living water flows into our community. In your mighty name, we pray. Amen. Դեկեք շարունակենք պաշտամունքը երգելով հաջորդ երգը երգ թիվ 141 քո շնորհներ ու անհուն
Մինչ եղանակը կնվագվի, պատրաստենք մեր սիրո նվերները։ Բարի Աստված, դվող Աստված, նորոգություններ գործող Աստված։ Շնորհակալ ենք, ով Տեր, այնինչ որ ունենք եւ այնինչ որ մեզի տված ես։ Փառք ու տանք քեզ համար։ Շնորհակալ ենք քեզի, որ դու դվող Աստված ես։ Դվիր մեզի քու որդիդ, դվիր մեզի քու սերդ եւ գշարնագես տալ քու Սուրբ Հոգիդ ամեն անձի, որ գցանգա։ Փառք ու տանք քեզ, ով Տեր։ Աղոթենք եւ գխնդրենք քեզ մե ու Տեր քու ողորմությանդ մեջ աստումաները, որ գբերենք մեզ մե սրդահոժար ընդունիս, որբեսի գրնանք կատարել այնինչ որ ավետարանին բարի լուրն է եւ հրճագել այդ բարի լուրը, որբեսի մարդոց կյանքերու մեջ քու նորություններդ եւ քու բարի գործդ երևի։ Հիսուսի անունով գխնդրենք, օրհնե եւ կործածե քու բարքիդ համար։ Ամեն։ Բարև ձեր բոլորին։ Թեև հովիվը արդեն ասավ, բայց կուզեմ նորեն ասել ձեզի, թե անցյալ գիրագի մեր եկեղեցի անդամները ունեցանք մեր հովիվի ընտրական ժողովը, ուրախ եմ հայտարարելու, որ 195 քվեով ավելի քան 125 անդամներ հոսեին եւ քվե դվին, որ հրավիրենք Բալվերի Զորաբը։ Որ հրավիրենք Բալվերի Զորաբը, որը լա մեր եկեղեցին հովիվը։ Փառք ու տանք Աստծո իրեն համար եւ մենք բոլորս կուխտենք իրեն օգնել, որպես մեր հոգեվոր առաջնորդը, որպեսզի մեր եկեղեցին շարունակի աճել եւ Քրիստոսի եկեղեցին շարունակի ավելի աճել եւ ուրիշներ իրեն ավելի մարդիկ թեւի Հիսուս երթան իր քարոզներով։ Այսօրվան հյուրասիրությունը մեզի գուկա Աբաջյան, Թաշջան եւ Բեդիրյան ընտանիքներու կողմէ իրենց մորդիգին Սիրարփի Բեդիրյանի հիշադակին։ Շնորհակալություն այս ընտանիքներեն, կաղոթենք, որ Սուրբ Հոգին մխիթարե իրենց եւ կխնդրենք, որ դիգին Սիրարփին հիշադակը միշտ մեր բոլորին մեջ մնա։ Շնորհակալություն։ Կալ շաբաթավերջին Արևելյան նահանգներու եւ Կանադայի երիտասարդացի համակոմարը պիտի դեղի վիդեոնահոս Երիտասարդացը գուզե շնորհակալություն հայտնեց ձեզի, որ դեցես մեր շատերը իրենց մոդեցակ եւ պիտի գերնակ հյուրընկալել մի քանի երիտասարդներ։ Ալ գմնամիան իրենց խնդրանքը անե որ դուք աղոթեք, որ հաջող weekend ունենան, ամենամարդ աբահո ջամփորտեք, քանի 50-ն ավելի երիտասարդներ պիտի ջամփորտեն եւ քան Թորոնտո։ Շաբաթ հոկտեմբեր 18-ին դիգնանցը դերի վիդեո ունենա Praise and Paint Cafe Ցերնարգը։ Հոս եկեղեցին մեջ ժամը 11։
մուտքի ծախսն է $35։ Անոնք նաև կփնտրեն կամավորներ, որ շաբթվա ընթացքին երկուշաբթի օրերը կամ հինգշաբթի օրերը կարենան գալ հոս եկեղեցի եւ օգնել պատրաստել ճաշակեններ նոյեմբերի ցերնագիմը համար։ Բոլորս մանրամասնությունները եւ եթե գուզեք ձեր անունը արձանագրել, հաջեցեք տեսնեք whiteboard-ը, որ ճիշտ հոստուրերուն դուրսն է։ Եկեղեցվո 65-րդ տարեթարցի ճաշկերույթը դեղի պիտի ունենա գիրագի նոյեմբեր 9-ին ժամ 5-ին սկսյալ Parkview Manor-ի մեջ։ Մեր այս տարվան պատգամապերն է պատվելի Calvin Սաղարյան San Francisco-ին։ Այս շաբաթ արդեն ստացակ email-ը բոլոր մանրամասնություններով, իսկ եթե չստացակ նույն նամակները թուղթի վրա կան կովի սրահին մեջ։ Շատ կարևոր բանը պետք է ասենք այս տարվա ճաշկերույթի մասին։ Բոլոր տիկետները պետք է բահովեք մինչև հոկտեմբեր 26։ Ամսուն 27-ին վերջին թիվը պետք է դանք Parkview Manor-ի, ուրեմն անգևերջը պիտի չի գրնանք դոմս ծախել։ Եթե պիտի փափակիկ այս տարի քալ այս բացարիք 65-րդ տարեթարցի բանկվետին, անպայման մինչև հոկտեմբեր 26 տիկետները պետք է քննածլակ։ If you just bear with me for me to just summarize the announcements in English as well. Last week, we are very happy to say that over 125 members were here, and we voted with 95% in favor of Pastor Zohrab Sarkisian to be our full-time pastor. We are thrilled that he is with us and will be with us at least for the next 3 years and hopefully much longer than that. We praise God for how he has intervened in Zohrab's life to bring him to Jesus, and we thank him for everything that he has done for us, and we are looking forward to moving forward under his spiritual leadership. Today's fellowship, our refreshments are brought to us by the Abadjan, Tashjan, and Bedirian families in memory of their mom, Ms. Digin Sirarpi Bedirian, who passed away recently. We ask the Spirit to comfort them, and we thank them for this, and may her Spirit always live in all of us. Next weekend, AYF Eastern Region is having their conference here. The youth want to thank all of you who opened your doors and will be hosting some families, some youth who will be coming from out of town. All they ask now is that for your prayers that everyone comes and journeys here successfully and that they have a great weekend, and I'm sure we will be seeing most of them in this service next Sunday. Ladies have a couple of events coming up. The next one is on October 18th, Saturday from 10 to 1. They are having a Praise and Paint Cafe, which will be held here in the church. The tickets are $35. They are also looking for volunteers to help prepare food for a November event that you'll hear about more soon. But on Mondays or Thursdays, they have a sign-up sheet outside in the lobby on the whiteboard. If you are able to come and help during those times, please sign up today. And finally, about our banquet. So our banquet is a 65th anniversary banquet this year. It'll be held on Sunday, November 9, starting at 5 p.m. at Parkview Manor. Our speaker this year is going to be Reverend Calvin Saharian from San Francisco. You would have received an email this week with all the details about sponsorships and tickets. If you didn't, there's a copy of that email in a letter at a table in the hall behind you that you can go visit after the service. The critical thing about this year is that we must give a final number to the hall by October 27th. So please, if you're planning on attending the banquet, make sure that you have purchased your ticket at the latest by Sunday, October 26th. Thank you. Ես ալիերախտաբարդեմ ձեր բոլորին շնորհակալություններ ձեր վստահության համար գրգին. Thank you. I'm grateful to every one of you for your trust in me and working with me. Երկու հայտարարություն ես ալնեմ. Նախ սևակ վստահեցնեմ 26-ին առաջ ամեն մարդ բարդաճանաչորեն ներյակ պիտի բահեն, որովհետև Քրիստոսին հավատացող հավատացյալները բարդաճանաչ են. Եկող ամսվան դողոց նախաճաշը ամսուն 1-ին է, նոյեմբեր 1-ին, այս ամիս չունեցանք 3 էր, որովհետև 3 կացինք համակումարի եւ բոլորը դալ վստահ եմ օրտնվեցակ անոնք որոնք չեկան, խոսեցեք անոնք որոնք ներկա էին եւ թող ցեզի հետ բաժնեցին այն օրտնությունները։ Մեկ նախատասություն գրնամ ասել, մեկը սավ, որ ամենալավակույն $70 էր որ ծախսեցի սավ եւ հոգեվորապես գշտացա եւ ջաշորով գշտացա եւ շատ լավ ինտերակցիան մեջ էի պաշտամունքի։ Բարք ու դանք Աստծո որ այդպես էր եւ շնորհակալ ենք անոնք որոնք աստծայիկներն ալ հոս տեղադրած են օրտնյալելակ։ Հիմա եկեք տերունական աղոթքով ոտքի վրա բոլորս ավարտենք մեր այսօրվա պաշտամունքը։
Զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն։ Միմադերը օրտնե եւ բահեցես։ Դերը իր երեսը բայձարացնե ծեր վրան եւ ողորմի ցեզի, դերը իր երեսը դարձնե ծեր գոմը եւ խաղաղություն դածեզի։ Now may the love of God and the grace of our Lord Jesus Christ and the fellowship of the Spirit be with us all, to perceive the new things He's doing and to participate in it for His glory's name. Amen. You go in peace. Երթա խաղաղություն։